Չէ՞ որ մեր տղաները այս հողի համար են եղել։ Թե 92-ին, թե 44-ին, թե այս մեր զոհերը բոլորը մի նպատակի համար են գնացել։ Ճիշտ են արել, որ մի օր են նշանակել։ Իսկ 28-ին բանակի օրնա շատ ճիշտ որոշումը։ Կներեք Շուշանան։ Մի վերջին հարցը, եթե կարելի է, գիտեք, որ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը։ Գիտենք։ Ինչպես եք վերաբերվում այդ փաստին։ Դուք հավատում եք, որ լինելու է խաղաղություն, Հավատում եմ։ գիրը ստորագրվելու եւ ապրելու են խաղաղ մեր հարևանները։ Ես հավատում եմ, որովհետև վերջում եմ մահանում, հույսը վերջում է մահանում, եթե չի կատարվում։ Բայց մենք հույսով ենք, որքան դեռ կենթանի ենք, կգտնենք այդ նպատակներին հասնելու մի գիծ, որը կարողանա այս ընտանիքներին գոնե ոգեկոչել, բերեն տղաներին, հուղարկավորին եռաբլուրում, ովքեր որ կենթանի են, նորից վերադառնան։ Փառք մեր զինվորներին, մեր կամավորականներին, որ այս հողը ստեղծել են մեզ համար։ Դուք ապրում եք, ես ապրում եմ, եւ ձեր թորները կապրեն։ Հաջողություն ձեզ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։